գնահատում այս քննությունը, փաստորեն պարոն Ղազարյանն էլ ասաց, որ ներկա է եղել, խաղաղ հավաք է եղել եւ այսպես ասած սադրանքը սկսվել է ոստիկանական կողմից։ Հիմա էլ խաղաղ ցուցարարներին են դատում։ Ես ավելի քան վստահ եմ, որ թե ձեր մոտ, թե բազմաթիվ ԶԼՄ-ների մոտ եւ այդ ամեն ինչը եղել է ուղիղ եթերում, թե հանրությունը, թե դուք, թե մեծ իմասամբ իրավապահ ավելի քան համոզմունք ունեն եւ տեսել են դա փաստը, որ եղել է խաղաղ ակցիա եւ այս ժամանակահատվածում այս 10 ամիսների ընթացքում ավելի քան մեր ձևը բարձ է եղել բոլորին խաղաղ շնորհքով հավասարակշռված եւ միշտ դա եղել մեր դրսեւորումը եւ այդպես էլ շարունակվում է եւ շարունակվելու է։ Ինչ վերաբերվում է այդ օրվան 15 հոգի, 17 հոգի ձերբակալված են եղել։ Այս պահին 15 հոգու տնային կալանքն է, եթե չեմ սխալվում, այն ինֆորմացիան ինչ որ ես ունեմ, 15 հոգու տնային կալանք է քննարկվում եւ 2 հոգու կալանք։ Ես գնահատում եմ որպես աբսուրդային, սա իշխանությունների վախի դրսևորումն է, սա իշխանականների անճարության արդյունքն ու անճարության դրսևորումն է, խաղաղ ակցիա անող մարդկանց այդ տիպի վերցնել, քաշքշել մարմնական, մեր վաղինակը մարմնական վնասվածքներ է ստացել ու մարմնական տուժողին փաստով, տուժողին տանում են կալանքի, դա աբսուրդի ժանրից է, բայց առիթը կօգտագործեմ ու կասեմ, որ թող իմանան, բազմիցս նշել եմ, որ նմանատիպ փոքրիկ բաներով մեզ չեն վախեցնի, մեր հանրությանը բացարձակապես չեն վախեցնի, անցած անգամ էլ կոչ արեցի իրենց խաղաղվել, հանգստանալ, այս պայքարը հանուն մեր Հայաստանի Հանրապետության պայքարա, այս պայքարը հանուն մեր հայազգի, մեր պետականության ու մեր առհասարակ մեր հայի երեսի ու հայի ուղիղ մեջքով կանգնելու պայքարա։ Այս պայքարին ինչ որ տես փոքրիկ, ինչ որ նմանատիպ միջամտություններով ոչ կարող են դանդաղեցնել, առհասարակ չեն կարող կանգնացնել, անգամ չեն կարող դանդաղեցնել եւ ասեմ ավելին, նմանատիպ ամեն անօրինական որևիցե գործողության արդյունքում ավելի շատ է թափ հավաքում մեր շարժումը, ավելի շատ է թափ հավաքում այս ամեն ինչը։ Վերցնում են մի հոգու, եթե գործընկերներս ասում են մի հոգու ձերբակալում են, փոխարենը 10 են գալիս, ես ձեզ փաստում եմ, որ 10-ը չեն գալիս, 100-ն են գալիս։ Սենց էլ մի քիչ շարունակեն, հարյուրավորներն են գալու մի հոգու փոխարեն եւ մեր հանրությանն էլ կոչ եմ անում, եկեք, միացեք, Սամվել Կարապետյանը միայն կարող է բերել փոփոխություն եւ ուժեղ Հայաստան կարող ենք ունենալ միայն Սամվել Կարապետյանի հետ։ Եկեք միացեք, որ ունենանք ուժեղ Հայաստան։ Շնորհակալ եմ շատ։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։